Վազելինը պատրաստված է նավթից։ Հահա, ճիշտ ես լսել։ Ամբողջ ճշմարտությունն այդ բազմաֆունկցիոնալ բյութի պրոդուկտի մասին հենց հիմա, բայց մինչ այդ հետևիր իմ էջին նորաձևության պատմությանը ավելի լավ տեղեկանալու համար։ 1859 թվականին երիտասարդ քիմիկոս Ռոբերտ Չիզբրոն մեկնում է Փենսիլվանիա, որտեղ նավթի արտահանման ակտիվ աշխատանքներ էին տարվում։ Այնտեղ նա նկատում է, որ բանվորները օգտագործում են մի խիտ կպչուն նյութ, որը կուտակվում էր նավթախորերի մակերևույթին։ Նրանք դրանով բուժում էին կտրվածքներն ու այրվածքները։ Չիզբրոն վերցնում է նմուշ, մաքրում այն եւ երկար փորձարկումներից հետո ստացված նյութը անվանում վազելին, գերմաներեն վասա եւ հունարեն էլիոն բառերի միավորումից։ Վազելինի արդյունավետությունը ցուցադրելու համար Չիզբրոն կազմակերպում է հանրային ցուցադրություններ։ Նա այրում է իր մաշկը կրակով, կտրում դանակով, այնուհետև քսում վազելին, ցույց տալու համար, թե որքան արագ է վերքը լավանում։ Որոշ ժամանակ անց կանայք սկսեցին օգտագործել դա որպես շրթներքի փայլ, հայլայթեր եւ դեմքի խոնավեցնող։ 20-րդ դարի սկզբին համր ֆիլմերի դերասանուհիները վազելին էին քսում կոպերին ու այտերին, էկրանի վրա փայլ ստանալու համար։ Նույնիսկ Մերլին Մոնրոն ուներ դիմափոշին վազելինի հետ խառնելու սովորություն իր դեմքի լեգենդար փայլի էֆեկտը ստանալու համար։ Ասում են, թագուհի Վիկտորիան իր անձնական դեղատոփում ուներ վազելին եւ ժամանակի ընթացքում այն դարձել է ճանապարհորդների եւ բանակի անփոխարինելի պարագաներից։ Այսպիսով ամենաբազմաֆունկցիոնալ բյութի պրոդուկտներից մեկը ստեղծվել է հենց պատահականության արդյունքում։ Չմոռանաք հավանել այս հոլովակը եւ կիսվել ընկերների հետ։